Սիրելի գյումրեցիներ, սիրելի թիմագիստներ, հարգարժան ներկաներ, շնորհակալ եմ ներկայության համար, շատ մեծ դժվարությամբ եմ այս որոշումը կայացրել, մեծ պատասխանատվություն ունեմ եւ այդ պատասխանատվությամբ գնալու եմ առաջ։ Բոլորս գիտենք մեր երկրում ինչ է կատարվում այս օրերի ընթացքում, ինչ մեծ դժվարություններ, ինչերի միջով ենք անցնում ու Աստված գիտի թե առաջիկայում ինչ նոր մարտահրավերներ ու փորձություններ են սպասվում մեզ։ Քաղաքապետի ընտրություններին մասնակցությունս ինքնանպատակ չէ։ Եթե մարդիկ կան, որ քաղաքապետի ընտրություններին թեկնածություն առաջադրելը կամ ընտրություններին մասնակցելը իրենց համար թրենդային է, մոդայիկ է դարձել, ինքնաներկայանալու միջոց է, թաքստոց է, առաջադրվելով իրենց խնդիրները լուծելով նաև մեծ ծառայություն մատուցել իշխանություններին։ Իսկ իմ պարագայում դա արժանապատվության հարց է, ինքնասիրության, պատվախնդրության, նամուսի, թասիբի 18 տարի ես մեծ քաղաքականության մեջ եմ։ Չի եղել այս տարիների ընթացքում մի դեպք, որ ես մեր քաղաքի հետ կապված խնդիրները, հոգսերը, եթե եղել է միտեղ, որ ես ունեմ հնարավորություն ցայնի իրավունք, ես այդ մասին չբարձրաձայնեմ, չաղաղակեմ ու չփորձեմ այդ խնդիրներին լուծումներ բերել։ Բայց այսօր, սիրելի գյումրեցիներ, ես խոսելու եմ այն մասին, թե ինչպես եմ պատրաստվում ու ինչ միջոցներով փորձեմ այս հարյուրավոր, հազարավոր խնդիրներին լուծումներ գտնել, լուծումներ բերել եւ իմ թիմի հետ միասին փորձենք քաղաքը այս դժվարին վիճակների միջից դուրս բերել։ Սիրելի գյումրեցիներ, այսօր բոլորիդ առաջ հայտարարում եմ, որ Մարտուն Գրիգորյան քաղաքապետը ի վիճակի կլինի փոխելու քաղաքում տրամադրություններն ու բարոյահոգեբանական վիճակը, կառուցելու այն անվտանգ, ապահով ու գունավոր քաղաքը, որտեղ կապրեն շփտացող մարդիկ։ Մարտուն Գրիգորյան քաղաքապետի պարտքն է լինելու վերականգնել մեր քաղաքում հարգանքը հեղինակություններ ունեցող մարդկանց նկատմամբ, արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, ընտանեկան արժեքները, հարգանքը մեծի ու փոքրի նկատմամբ։ Մարտուն Գրիգորյան քաղաքապետի օրոք իրեն գնահատված է զգալու բանվորը, արհեստավորը, բուժաշխատողը, մտավորականը, մշակութային գործիչը, զինվորականը, քաղցառայողը։ Մարտուն Գրիգորյան քաղաքապետի օրոք ուսանողն ու սպորտսմենը պիտի անեն ամեն ինչ, որ մեր քաղաքի փառքն ու ոսկյա մեդալի պաշարն ավելի լինի։ Մարտուն Գրիգորյան քաղաքապետն ամեն ինչ կանի, որպեսզի Գյումրին դառնա կանճող, պահանջված տուրիստական քաղաք, երիտասարդական գժական էներգիայով լի։ Եվ ես, սիրելի գյումրեցիներ, սիրելի թիմագիստներ, որպես Մարտուն Գրիգորյան, իմ ամբողջ հեղինակությամբ բոլորիդ առաջ հայտարարում եմ, ես կարող եմ եւ լինելու եմ ձեզ համար այն քաղաքի քաղաքապետը, որին արժանի եք դուք։ Առաջն Աստված մեր գործն արդար է։ Ողջույն հարգելիներս, մեր քաղաքը շատ հուզիչ է եւ տեսնել եւ զգալ, իրոք ես այս պահին շատ հուզված եմ, որովհետեւ մեր դաշինքի անվանումը հրաշալի է։ Մենք բոլորս ապրում ենք մեր քաղաքում, իրոք երբեք չենք լքել, սիրում ենք եւ պիտի անպայման մեր քաղաքը տեսնենք այնպիսին, ինչպիսին յուրաքանչյուրս ցանկանում ենք։ Բարև ձեզ, ես Վարո Սարայի Խաչատրյանն եմ, մանկավարժ, մարզիչ եւ մարզիկ։ Շիրակի մարզի օլիմպիական թայեկվոնդոյի մարզաձևի միակ ներկայացուցիչը եւ պատասխանատուն Սև գոտի երկրորդ տան։ Մեր քաղաքը մարզական կուռ ավանդույթներ ունի։ Դա մենք ժառանգել ենք մեր նախնիներից եւ պատասխանատվությամբ ու ամենայն լրջությամբ պահում ու պահպանում ենք։ Մարզական ավանդույթներից բացի մեր մարզիկներն արժանի են ել ավելի բարեկեցիկ ու միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադպրոցներում ու համալիրներում կրթվելու, ունենալու ել ավելի բարեկարգ ու կոկիկ քաղաք։ Եվ ես այս պահին իմ ոլորտում լավագույն պայմաններ են ապահովելու համար
ինքս եմ վերցրել այդ պատասխանատվությունը, քանի որ Մարտուն Գրիգորյան քաղաքապետի հետ հնարավոր է ունենալ այդ ամենը մեծ ու լուսավոր մարզական դպրոցներ, տրամադրող ու մոտիվացնող միջավայր ու զարգացող քաղաք, որտեղ մենք ենք ապրում, մեր երեխաներն ու ծնողները։ Պայրցից, ես Երգինեն եմ, Գյումրեցի, ուսանող, սովորում եմ զբոսաշրջության բաժնում։ Արդեն հասցրել եմ նաև աշխատանքային փորձ ունենալ տուրիզմի ոլորտում, որի հնարավորությունը ինձ Մարտուն Գրիգորյանն է ընձեռնել։ Այն քաղաքը, որին արժանի ենք մենք ինքներս պիտի կառուցենք։ Մեր երազանքներով, մեր մոտիվացիայով, մեր նպատակասլացությամբ կարևոր ունենաս կողքիդ փորձառու եւ քո մտքերն ու երազանքները աջակցող մարդու։ Ես երազում եմ, ավելի ճիշտ վստահ եմ, որ մենք ունենալու ենք տուրիստական գունավոր, դուսավոր, զբոսաշրջիկների մեծ հոսքով ու եռոզերով զարգացող ու մշակութային քաղաք, որտեղ մեծը մեծ է, փոքրը փոքր, բալանսավորված սիրով եւ հարգանքով, եւ դա հնարավոր է քաղաքապետ Մարտուն Գրիգորյանի օրոք։ Պարոն Գրիգորյան, մեր քաղաքը, որին արժանի ես դու, ուզում եմ հասկանալ, թե այս քաղաքը, որին արժանի են, որ քաղաքական ուժերով եք դուք ստեղծելու ու արդյոք այդ քաղաքական ուժերի հանդեպ այդ վստահությունը ունի գյումրեցին։ Ուրեմն քաղաքական ուժերի հետ կապված մեր քաղաքը դաշինքը կուսակցությունների դաշինքը ձևավորվել է հայրենիք եւ միացյալ Հայաստան կուսակցություններից ուրեմն տեսեք ինչու նախ դաշինք դաշինքի նպատակը այն է որ այսօր Գյումրի քաղաքը նախ փոքր քաղաք է հետո Գյումրի քաղաքի խնդիրներին լուծում տալու համար պետք է կարողանանք համախմբել բոլոր գյումրեցիներին անկախ կուսակցական պատկանելությունից եւ երբ որ մենք դաշինքով ենք մասնակցում ու հաղթանակ ունենալուց հետո մեզ համար պիտի ավելի հեշտ լինի աշխատել գյումրեցիների հետ աշխատել մտավորականների հետ աշխատել գործարարների հետ բոլորի հետ ու որպեսզի մարդիկ չունենան ոչ մի կաշկանդող հանգամանք որ աշխատում են քաղաքապետի հետ ստիված են լինելու աշխատել X կուսակցության ներկայացուցիչի հետ առաջնահերթությունը այդ է գյումրեցիները լավ հասկանում են դա ինչ է նշանակում Գյումրին ադատների քաղաք է եւ նմանատիպ բաներին մենք գյումրեցիներս շատ ուշադրություն ենք դարձնում ես 18 տարի քաղաքականության մեջ եմ եւ ունեմ փորձ աշխատելու կառավարությունների հետ, 3 կառավարությունների հետ, իշխանությունների հետ ավելի ճիշտ աշխատել եմ եւ ունեմ փորձը, ունեմ աշխատանքի ձևը գիտեմ, նաեւ գիտեմ այդ կուսակցությունների միջոցները բերել Գյումրի քաղաք ու փորձել ծառայեցնել Գյումրի քաղաքին։ Այնպես որ այդտեղ տողատագին ինչ որ բան չկա, ավելի շատ ինքը գյումրեցիների սրտով լինելու համար է։ Եվ վերջը ինչ է Գյումրի քաղաքը ձեզ համար։ Գյումրի քաղաքը ինձ համար իմ տունն է, իմ ընտանիքն է, իմ անցյալն է, իմ ներկան է, իմ ապագան է։ Ես իմ ամեն ինչը տեսնում եմ մեր քաղաքում, Գյումրի քաղաքում եւ բնականաբար այս քայլը պատահական չի եղել, որ ես առաջադրվել եմ որպես քաղաքապետ տեխնազու, որպեսզի կարողանամ իմ հնարավորությունների սահմանում ավելի շատ օգտակար լինել արդեն որպես քաղաքապետ։ Ես 14 տարի եղել եմ ազգային ժողովի պատգամավոր եւ դուք էլ նոր տեսա ֆիլմով, ինչքան աշխատանքներ ունենք կատարած Գյումրի քաղաքում, որը մեծ հաշվով ավելի շատ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանք է, քան ազգային ժողովի պատգամավորի, այսինքն փորձը կա, ձևը գիտեմ ու անելու եմ։ Պարոն Գրիգորյան, ինչպես կգնահատեք, որ 9 կուսակցություն դաշինք է մասնակցում, ակնհայտ է, որ նրանց մեջ կան նաև պատական մարդիկ, կարծիք կա, որ իշխանությունները ավելի շատ տեխնազուներ առաջադրելով փորձում են ընդդիմության ձայները փոշիացնել եւ դրանով հաղթել։ Դե ես բնական եմ համարում, ընդդիմություն համին ինչ անելու է, որպեսզի քաղաքում հաղթանակ տոնի, իշխանությունն էլ ամեն ինչ անելու է, որ պայի իր քաղաքապետի տեղը, քաղաքապետի աթոռը։ Բայց այստեղ ես կարծում եմ, որ մենք եթե ճիշտ աշխատենք հանուն քաղաքի, ոչ թե ամեն մեկս մեր համար, համոզված եմ,
համոզված կարող եմ ասել, որ հաղթանակ ունենալու ենք։